Բարև ձեզ, սիրելի ունկնդիրներ, Փառք Աստծո, որ Աստված այսօր մեզ կյանք տվեց, առողջություն տվեց։ Թող Աստված մեզ իմաստություն տա եւ Սուրբ Հոգուն ուղարկի, որպեսզի մենք այսօր շարունակենք ուսումնասիրություն Աստվածաշնչի շաբաթօրյա դպրոցի միջոցով։ Եվ այսօր արդեն 12-րդ դասն է։ Եվ այն կոչվում է ամուր կանելու կոչ, հիշելու համարն է այսուհետև զորացեք Տիրոջով ու նրա զորության ուժով եւ Աստծո սպառազինությամբ զգեստավորվեք, որպեսզի կարողանաք սատանայի հնարներին դիմադրել։ Սա Եփեսացիներ 6:10-11 համարներն են։ Այստեղ վերվում է սկզբում մի մաս Աստվածաշնչից, որը Թագավորների 4-րդ գրքից է, եւ 6-րդ գլուխը մի քիչ ավելի շատ կարդանք, որպեսզի հասկանանք ինչի մասն է խոսքը գնում։ Ասորիների թագավորը պատերազմում էր Իսրայելի դեմ, իր ծառաների հետ խորհուրդ արեց, ասելով. այսինչ կամ այնինչ տեղը պիտի բանակ դնեմ, բայց Աստծո մարդը, որը Եղիսեն էր, այսքան մարգարեն, լուր ուղարկեց Իսրայելի թագավորին, ասելով. զգուշացիր այսինչ տեղով անցնելուց, որովհետև ասորիներն այնտեղ բանակ են դրել։ Այսինքն ասորիները ինչ քայլ որ ուզում են անեն, Աստված բացում է իր ծառային մարգարեին Եղիսեին, եւ Եղիսեն իր հերթին գալիս ասում է թագավորին, որպեսզի նա զգուշանա։ Եվ երբ որ սա մի քանի անգամ է կրկնվում, ասորիների սիրիական թագավորը կասկածում է եւ հարցնում է իր մտերիմ մարդկանցից, արդյոք ձեր մեջ լրտեսներ են, ինչ են, որ ամեն ինչ իմանում է Իսրայելի թագավորը, եւ մեկը նրանցից ասում է, որ ոչ, իրենց մարգարեն Եղիսեն Աստծո մարդն է միշտ գնում ասում, ինչ որ դու խոսում ես, նա իմանում է, նույնիսկ եթե քո գաղտնի սենյակներում խոսես։ Եվ հավանաբար այս ծառան թագավորի, ասորիների թագավորի փող էր տվել ինչ որ մեկին, որը հենց Իսրայելի թագավորի շրջանակից էր, որպեսզի նա տեղեկացնի, թե ինչ է կատարվում այնտեղ, եւ այս մարդն էլ տեսնում էր, որ Եղիսեն գալիս է եւ ասում է Իսրայելի թագավորին ինչ է լինելու եւ ինչպես նավարվի, եւ նա էլ հենց ասեց, որ Եղիսեն է մարգարեն Իսրայելի, որ անում է սա։ Եվ թագավորը որոշեց, որ պետք է, ասեց, իմացեք իր տեղը Եղիսեի, որպեսզի գնա եւ նրան վերցնի։ Եվ այդ ասորիների թագավորը ասում է. ձեր կարգեր եւ մեծ զոր կուղարկեք այնտեղ, որոնք գիշերը եկան ու պաշարեցին քաղաքը, որտեղ գտնվում էր Եղիսեն։ Աստծո մարդու ծառան առավոտ կանող վեր կացավ ու դուրս ելավ, ահա զորքը, ինչպես նաև ձիերն ու կառքերը շրջապատել էին քաղաքը, այսինքն ասորական զորքը, եւ ծառան ասաց նրան. վայ, տեր իմ, ինչ պիտի անենք։ Նա էլ ասաց, այսինքն Եղիսեն. մի վախեցիր, որովհետև մեզ հետ եղողներն ավելի շատ են, քան նրանց հետ եղողները, եւ Եղիսեն աղոթք արեց եւ ասաց. ով Տեր, բացիր ծրա աչքերը, որ տեսնի։ Եվ Տերը բացեց ծառայի աչքերը, եւ նա տեսավ, որ Եղիսեի շուրջը սարը լիքն էր հրեղեն ձիերով ու կառքերով։ Այսինքն այս հրեղեն ձիերով կառքերը ում նկատի ունի երկնային բանակը։ Ուրեմն երկնային բանակը նկատի ունի, եւ այստեղից մենք ինչ դաս ենք հաղում, որ ինչքան էլ դժվար կացության մեջ լինենք, մենք պետք է հիշենք, որ երկնային բանակը հրեշտակները մեր շուրջն են եւ կարող են մեզ օգնել։
նույնիսկ եթե այդպիսի հզոր բանակ դուրս գա եւ շրջապատի մեզ։ Եվ ուրեմն այսօրվա ուսումնասիրելու համարներն է, մենք արդեն հասել ենք վերջը այս նամակի Եփեսացիս 10-րդ համարից կարդանք, վերջապես եղբայրներս, 6-րդ գլխի 10-րդ համարից, վերջապես եղբայրներս զորացեք Տիրոջմով եւ անոր հզոր կարողությամբ, հագեք Աստծո ամբողջ զրահը, որպեսզի կարենաք դիմադրել չարախոսին հնարքներուն, որովհետեւ մեր գոտե մարտը մարմնի եւ արյունի հետ չէ, հապապետություններու, իշխանություններու, այս խավար աշխարհին իշխանավորներուն հետ, երկնավոր վայրերու մեջ եղող չար ոգիներուն հետ, ուստի առեք ձեր վրա Աստծո ամբողջ զրահը, որպեսզի կարենաք դիմադրել չար օրը, ու ամեն բան կատարել է ետք հաստատուն կայնել։ Ուստի կայնեցեք ձեր տեղը, ձեր մեջքը գոտե պնդած, ճշմարտությամբ եւ հագած արդարության զրահը, ու ձեր ոտքերուն իբր կոշիկ անցուցած խաղաղության ավետարանին պատրաստությունը։ Բոլորին վրա առեք հավատքին վահանը, որով պիտի կարենաք մարել չարին բոլոր հրավառ նետերը, եւ առեք փրկության սաղավարտն ու հոգին սուրը, որ Աստծո խոսքն է։ Ամեն ատեն աղոթեցեք հոգիով, ամեն տեսակ աղոթքով եւ աղերսանքով։ Հսկեցեք ասոր վրա բոլորովին, հարատևությամբ ու աղերսանքով բոլոր սուրբերուն համար, ինձի համար ալ, որպեսզի խոսք տրվի ինձի, որ համարձակության բանամ բերանս գիցնելու խորհուրդը ավետարանին, որն համար ես դեսպան մնեմ շղթաներով, որպեսզի անով համարձակության խոսիմ, ինչպես պետք է խոսի։ Ուրեմն ինչ է ասում այստեղ Պողոսը, ինչպես եւ իր շատ թղթերում նա նշում է, որ քրիստոնյաների պայքարը ոչ թե երկրային մարդկանց հետ է, երկրային ուժերի հետ է, այլ երկնային այստեղ նկատի ունի ոչ մարդկային։ Ուրեմն ինչպես տեսնում ենք, Եփեսացիների թուղթը Պողոսը ավարտում է մարտական կոչով, հորդորելով հավատացյալներին իրենց դիրքերին զբաղեցնել չարի դեմ եկեղեցու պատերազմում, նա սկսում է այսպես. զորացեք Տիրոջով, որը կրկնում է որպես Աստծո սպառազինությամբ զգեստավորվելու կոչ։ Եվ նշում է նպատակը, թե ինչու մենք պիտի սպառազինվենք, որպեսզի կարողանանք դիմադրել սատանայի հնարներին։ Այնուհետև պարզաբանում է պատերազմը չարի զորավոր հոգևոր ուժերի դեմ է։ Հետո արդեն Պողոսն ավելի մանրամասնորեն կրկնում է մարտական կոչը։ Հավատացյալները պետք է Աստծո սպառազինությունը հագնեն մարտում ամուր լինելու համար, գոտևորեն իրենց մեջքը ճշմարտությամբ, ինչպես գրած է, հագնեն զրահը, կոշիկները առնեն վահանը, սաղավարտը եւ սուրը, որ Աստծո խոսքն է։ Վահանն էլ հավատքն է։ Պողոսն այժմ լիովին սպառազինված եւ մարտի դաշտ մտնելու պատրաստ հավատացյալներին կոչ է անում անել այն, ինչ հին աշխարհում մարտի դաշտում զինվորները կարող էին անել՝ աղոթել։ Մեջբերելով հին կտակարանում հնչող մարտական կոչերը եւ ճակատամարտի նախօրեին արվող ճառերը, Պողոսը եկեղեցու առաքելության մասին խոսում է ռազմական հակամարտության եւ զինանոցի բառապաշարով։ Օրինակ, երբ որ պետք է պատերազմեին, Աստված ասում է, երբ որ պետք է գնաք պատերազմի, երբ մոտենաք երկրորդ օրենքի գիրքը 20 գլուխ 2-րդ համարից, երբ մոտենաք պատերազմելու, թող քահանան մոտենա եւ խոսի ժողովրդի հետ ու ասի նրանց. լսիր Իսրայել, դուք այսօր մոտեցել եք պատերազմելու ձեր թշնամիների դեմ, ձեր սրտերը թող չթուլանան, մի վախեցեք, մի զարհուրեք, մի դողացեք նրանց դիմաց, որովհետեւ ձեր Տեր Աստվածը գնում է ձեզ հետ, որպեսզի ձեզ համար պատերազմի ձեր թշնամիների դեմ եւ օգնի ձեզ։ Այսինքն Տեր Աստված ինքը ամեն ինչ չի անելու, այլ մեզ տալիս է այդ սպառազինությունը, որպեսզի մենք պատերազմենք, բայց ինքը մեր հրամանատարն է, եւ եթե մենք ունենք նման իմաստուն եւ հմուտ հրամանատար, որն արդեն հաղթել է, ուրեմն մենք էլ կհաղթենք
եթե օգտագործենք այն սպառազինությունը, որ մեզ Աստված տալիս է, այլ ոչ թե ուղղակի դնենք կողք եւ նայենք դրա վրա։ Ուրեմն 5 կտականում հնչող մարտական ճառերը ներկայացնում են այն գաղափարը, որ Իսրայելի հաջողությունը ճակատամարտում կախված չէ նրա գերակշռող թվականակից կամ զենքի գերազանցությունից, եւ բոլոր պատերազմներում այսպես։ Նրա հաղթանակը կախված է բացառապես Աստծո ներկայությունից եւ զորությունից։ Հաջողության բանալին ոչ թե իրենց ուժերի նկատմամբ վստահությունն էր, այլ վստահությունն Աստծո զորության նկատմամբ։ Եվ որ նա հաջողություն կտա իրենց։ Պողոսը համարձակորեն օգտագործում է այս թեմաները, որպեսզի խրախուսի հավատացյալներին լինել ակտիվ եկեղեցու առաքելություն իրականացնելու հարցում, այսինքն Հիսուսի զինվոր, աչքաթող չանել անտեսանելին, ինչն ազդում է իրենց կյանքի վրա, այսինքն ապրել ոչ թե տեսանելին միայն տեսնելով, այլ նաև հաշվի առնելով, թե անտեսանելի աշխարհում ինչ պայքար է գնում մեր համար։ Գիտակցել, որ իրենց հաջողությունը կախված է Աստծուց, այլ ոչ թե իրենցից կամ իրենց արդարությունից, որ գոյություն չունի մարդկային արդարություն, այլ միայն աստվածային գոյություն ունի, եւ միշտ առաջին տեղում դնել հավատացյալների միջև միասնության եւ համագործակցության կարեւորությունը։ Այսինքն հավատացյալները չեն կարող հասնել հաջողության, եթե իրենք միասնական չլինեն։ Պողոսի նախազգուշացումը, որ մեր պայքարը ոչ թե արյան ու մարմնի դեմ է, այլ գերբնական ուժերի, ինչ պետք է մեզ սովորեցնի այն մասին, թե որն է հաղթանակի մեր միակույսը։ Մենք սովորական մարդիկ ենք, եւ մեր դեմ պայքարում են գերբնական ուժերը։ Բնականաբար, եթե մենք մեր ուժերով պայքարենք, մենք կհաղթվենք։ Եվ միայն Քրիստոսի հաղթանակն է, միայն Քրիստոսի հետևելն է, որ մեզ կտա հաղթանակ, որտեղ Քրիստոսը արդեն հաղթել է։ Ուրեմն ուժ պիտի գտնենք Քրիստոսի մեջ։ Պողոս ավարտում է իր նամակը մարտական հզոր կոչով, որը միավորում է նամակի համար կարևոր թեմաներ ու գաղափարներ։ Որպես սկիզբ նա հայտարարում է եզրափակման հիմնական թեման հրամանատարի մարտական կոչի տոնով, այսուհետև զորացեք Տիրոջով ու նրա զորության ուժով։ Հատվածի մնացած մասը մանրամասնորեն ներկայացնում է այս ծավալուն թեման։ Պողոսը Քրիստոսին ներկայացնում է որպես հավատացյալների ուժի աղբյուր իր Տիրոջով ու նրա զորության ուժով արտահայտությամբ։ Քանի որ Տեր բառը վերաբերում է Քրիստոսին, ինչպես շատ հաճախ դա տեղի ունենում Եփեսացիների գրքում։ Եկեղեցու ուժը նրա հարություն առած Տիրոջ պատերազմի իր հրամանատարի ամենակարողության մեջ է, գրում է Ֆինդլին Եփեսացիներին ուղղված նամակում։ Եփեսացիների 6-10 համարում Պողոսն օգտագործում է զորություն եւ ուժ հոմանիշները ընդգծելու իր միտքը։ Եկեղեցու դրսևորած ուժը հավատացյալների ժառանգական ուժը չէ։ Այն ստացված է, իսկ դրա աղբյուրը Տերն է, Քրիստոսը։ Պողոսն այստեղ ամփոփում է նամակի մի կարևոր թեմա՝ հավատացյալներին տրամադրվող Աստծո զորությունը։ Ընթացիկ եւ ապագա բոլոր փորձությունները հաղթահարելու ուժը պետք է ստանալ հարություն առած եւ բարձրացված Քրիստոսից։ Թեև սկզբնական հորդորում ասվում է, որ Քրիստոսն է հավատացյալներին ուժ տրամադրում, այդուհանդերձ Աստվածածության 3 անդամներն զբաղված են չարի դեմ հոգևոր պայքարում նրանց զորացնելու գործով։ Աստված Հայրը հասանելի է դարձնում իր սեփական զենքերը որպես Աստծո սպառազինություն։ Ավելի վաղ Պողոսը նշում է, որ Սուրբ Հոգին ակտիվ է հավատացյալներին զորացնելու գործում, աղոթելով, որ Աստված ըստ իր հարուստ փառքի զորություն տա մեզ, ձեզ իր հոգու միջոցով ներքնապես ամրանալու։ Այստեղ Հոգին է կրում սուրը, հոգու սուրը, որ Աստծո խոսքն է։ Բացի այդ, հավատացյալներին խորհուրդ է տրվում ամեն ժամ աղոթեք եւ խնդրեք Հոգով։ Պողոսը կամենում է, որ իր լսարանը հասկանա, որ Սուրբ Երրորդությունը լիովին ներգրաված է չար ուժերի դեմ պայքարի համար նրանց զինելու գործում։ Այժմ կարդանք Հռոմեացիներ 13 գլխի
11-ից 14 համարները։ Ուրեմն հռոմեացիներ 13 գլուխ 11-ից 14 համարները։ Ժամանակի հետ կապված սա էլ իմացեք, արդեն քնից զարթելու ժամն է, որտեվ այժմ փրկությունը մեզ ավելի մոտ է, քան այն ժամանակ, երբ հավատացինք։ Գիշերն անցել է ու ցերեկը մոտեցել, ուրեմն խավարի գործերը դեն գցենք եւ լույսի զենքերը հագնենք։ Ինչպես ցերեկը պարկեշտությամբ շրջեք, ոչ թե անարակություններով եւ հարբեցողությամբ, անկողնային խառնակությամբ ու պղծություններով, ոչ հակառակությամբ, ոչ էլ նախանձով։ Զգեստավորվեք Տեր Հիսուս Քրիստոսով ու մարմնի մասին մի հոգացեք ցանկությունը բավարարելու համար։ Այսինքն նորից նշում է, որ լույսի զենքեր հագեք, այլ ոչ թե խավարի։ Եվ կարդանք 2 Կորինթացիս 10-րդ գլխի 2 Կորինթացիս 10-րդ գլխի 3-ից 6 համարները։ Թեև մարմնով ենք ապրում, բայց մարդկային մղումներից ելնելով չենք մարտնչում, քանզի մեր մարտի զենքերը մարմնավոր չեն, այլ զորավոր են Աստծով վերթեր քանդելու։ Մենք դրանցով քանդում ենք ծածուկ մտքերը եւ ամեն բարձունք, որ Աստծո գիտության դեմ է, գոռոզանում ու գերում ենք ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար։ Եվ պատրաստ ենք ամեն անհնազանդություն պատժելու, երբ ձեր հնազանդությունը կատարյալ լինի։ Նաև կարդանք նորից այստեղ օգտագործում է մարտական լեզու, որ նորից ասում եմ մարտի զենքերը մարմնավոր չեն։ Քիչ հետո կասենք, թե ինչու է Պողոսը օգտագործում մարտական լեզու։ Եվ վերջում կարդանք առաջին Թեսաղոնիկեցիս 5-րդ գլխի 6-ից 8 համարները։ Ուստի ուրիշների պես չքնենք, այլ արթուն ու զգաց լինենք, որովհետև ովքեր քնում են, գիշերն են քնում, եւ ովքեր հարբում են, գիշերն են հարբում։ Իսկ մենք ցերեկվանը լինելով արթուն լինենք, հավատի ու սիրո զրահը եւ փրկության հույսի սաղավարտը հագած։ Ուրեմն ինչ խորհուրդներ է մեզ տալիս Պողոս առաքյալը, որպեսզի մենք լույսի զրահներ հագնենք, այլ ոչ թե խավարի։ Իր նամակներում Պողոսը հաճախ է օգտագործում ռազմարվեստին վերաբերող պատկերավոր բառապաշար, կոչ անելով հավատացյալներին ընդօրինակել Գովելի զինվորական վարքագիծը։ Եվ Եփեսացիների 6 գլխի 10-ից 20 համարները, որ մենք կարդացինք այսօր, ներկայացնում են ռազմարվեստի բառապաշարի նրա ամենաերկար եւ կենտրոնացած օգտագործումը, սակայն այս ոճը ավետարանի պատմությունը հասկանալու ու ներկայացնելու նրա հիմնական գործիքներից մեկն է, որովհետև մենք էլ պատերազմի մեջ ենք, բայց հոգևոր պատերազմի մեջ ենք։ Եվ մարդկային լեզվով, երբ որ խոսում ես սովորական պատերազմների մասին, դա օգնում է հասկանալ հոգևոր պատերազմի գործերը, ինչպես պետք է պայքարել հոգևոր պատերազմում։ Իշխանություններին եւ պետություններին խաչի վրա հաղթելով, բարձրացված Քրիստոսն այժմ ներկայացնում է այդ հաղթանակի արդյունքները իր դիրքից, որպես ամեն իշխանության վրա բարձրացված Տեր, հավաքագրելով իր հետևորդներին որպես տիեզերական պատերազմի մարտիկներ, Քրիստոսն առաջնորդում է լույսի զորքերը դեպի հաղթանակի մեծ օր։
Հղում անելով Պողոսի ռազմական սիմվոլիզմի օգտագործման վրա տեսնում ենք, որ նա հասկանում է, որ բարու և չարի միջև մղվող պայքարը երկարատև տիեզերական պատերազմ է։ Երկու բանակներ դարեր շարունակ պայքարում են միմյանց դեմ, մեկը սատանայի բանակն է, մեկը Աստծո, մինչև որ մեկը վերջնական հաղթանակ է տոնում։ Սա գրել է Փիթր Մաքին Սուրբ Պողոսի տիեզերական պատերազմի առեղծվածը ավետրանի ռազմական տարբերակը գրքում։ Եփեսացիներին ուղղված թուղթը ևս աչքի է ընկնում տիեզերական պատերազմի թեմայով, որին այդքան հաճախ է անդրադառնում Պողոսը։ Իր իզեն կոչում Պողոսը իմի է բերում տիեզերական պայքարի բաղադրիչները, Աստծո հավատացյալներին մեծ զորությամբ զորացնելը, Քրիստոսի հաղթանակն ու բարձրացումը չար ուժերի նկատմամբ հավատացյալները որպես ժամանակին մեռածների բանակ, որն այժմ հարություն է առել և զորացել բարձրացված Քրիստոսի հետ իր նույնությամբ և կարող է պայքարել իր նախկին խավար տիրոջ դեմ, այսինքն մենք բոլորս մինչև Քրիստոսին գալը ում բանակում ենք, սատանայի բանակում, և բոլորս սատանայի այսպես կոչած էքս զինվորներն ենք, բայց հիմա երբ որ մարդը դարձի է գալիս ընդունում է Քրիստոսին, թողնում է իր նախկին տիրոջը, որ սատանան է, և հարում է Քրիստոսի բանակին։ Եկեղեցու դերը չարի ուժերին իրենց գալիք կործանումը բացահայտելու գործում։ Սաղմոսներ 68 գլխի 18 համարի օգնությամբ Քրիստոսին որպես հաղթանակած աստվածային ռազմիկին ներկայացնելը և ավետրանի հանդերձները հագնելու հավատացյալներին ուղղված կոչը։ Աստծո սպառազինությունը հագնելու կոչը մեզ օգնում է հասկանալ տիեզերական հակամարտության կարևոր դերը, բայց մենք նաև պետք է հաստատակամ մնանք այն համոզման մեջ, որ մասնակցում են Քրիստոսի վերջնական հաղթանակին։ Ուրեմն, Պողոսը նշում է, որ կանգնած մնացեք մարտի դաշտում, ինչու է նա այսպես գրում։ Պողոսի ռազմական փոխաբերությունները հարկավոր է հասկանալ հնագույն մարտադաշտի համատեքստում։ Հիմա պատերազմները բոլորին այլ կերպ են վարվում, քան Պողոսի ժամանակ։ Ինչ էր նշանակում դիմադրել կամ հաստատուն կանգնել։ Արդյոք այն նշանակում է միայն պաշտպանողական դիր գրավել։ Մարտական գրականության դասական հեղինակներից մեկի Թուկիդիդեսի գրվածքներում մարտական ճառերը ընդգծում են 3 հաջորդական գործողություններ, որոնք պետք է տեղի ունենան հաղթանակ ապահովելու համար։ Առաջին գործողությունը զինվորները պետք է ոչ թե մտերմանան, այլ մոտիկանան թշնամուն, այսինքն պետք է ընդառաջ գնան իրենց թշնամիներին, այնուհետև պետք է հարձակվեն և ամուր կաննեն կամ կաննեն իրենց դիրքում կռվելով թշնամու դեմ, ոչ թե փախչելով, այլ ամուր կանելով և կռվելով։ Ի վերջո նրանք պետք է հաղթեն թշնամուն, այսինքն միայն այն զինվորը, որ հաստատակամ կանգնում է և կռվում է, հաղթում է, եթե զինվորը փախնում է մարտի դաշտից, նա չի կարող հաղթել։ Նույնը կատարվում է հոգևոր պատերազմում, երբ որ մենք մկրտվում ենք, միանում ենք Հիսուսի զորքին, արդյոք բոլոր մկրտվածները մնում են Հիսուսի զորքի մեջ։ Ոչ, շատերը փախչում են մարտի դաշտից, որտեղ չեն դիմանում այդ պայքարին ավելի շուտ, ճիշտ չեն օգտագործում կամ ընդհանրապես չեն օգտագործում Աստծո տված զինվորական հանդերձները, որ Եփեսացիս գրքում գրում է, այսինքն Աստծո խոսքը, աղոթքը, ճշմարտությունը, հավատքը, որոնց մասին մենք մյուս դասում ավելի մանրամասը կանցնենք։ Հոգևոր պատերազմում այդպես է տեղի ունենում, այսինքն առաջինը զրահները գցում ես, և եթե զրահները գցեցիր, պարզավոր շատ հեշտ կսպանվես։ Ոչ մի իմաստուն զինվոր, երբ որ պատերազմի ինքը չի վերցնի այդ իր երկաթից զրահները իր վրայից անի, որտեղ գիտի սուրը կմխրճեն անմիջապես իր մեջ։ Բայց քրիստոնեության աշխարհում հենց այդպես է լինում։ Քրիստոնյայի անկումը սկսում է ինչից։
երբ որ նա իր Աստծո տված իր ռազմական հագուստը հանում է իր վրայից։ Այսինքն դադարում է Աստվածաշունչը կարդալ, կամ եթե կարդում է չի կատարում, դադարում է աղոթել, կամ եթե աղոթում է ուղղակի ձևական է աղոթում, ինչպես փարիսեցիները։ Այսինքն, երբ որ անկումը քրիստոնյայի սկսում է դրանից, երբ որ ինքը չի օգտագործում կամ շատ սխալ է օգտագործում Աստծո տված զինվորական հագուստը, այնուհետև տեսնում է, որ պարտվում է, փորձում է փախչել մարտի դաշտից, բայց ցավոք հոգևոր պատերազմում փախչել չկա։ Եթե փախչում ես, սատանան է այնտեղ կանած։ Այսինքն նա անհամբեր սպասում է, թե երբ դու պիտի վերադառնաս իր մոտ, որպեսզի քեզ օգտագործի, հետո ոչնչացնի, որտեղ սատանայի տակտիկան դա է։ Սատանայի մարտական աշխատանքը այդպես է, ինքը օգտագործում է իր զինվորներին, այսպես կոչյալ, իր ագենտներին եւ հետո ոչնչացնում է, որտեղ երբ որ իրանք էլ պետք չեն, որպեսզի նրանք չհասցնեն դարձի գան կամ մտնեն Հիսուսի բանակի մեջ եւ փրկվեն, կամ եթե մտել են, հետո վերադարձել են իր մոտ, առավել եւս ուզում է ավելի շուտ նրանց ոչնչացնել, որպեսզի նրանք հանկարծ չփոշմանեն ու հետ չգնան Քրիստոսի բանակը։ Այսինքն ինքը խաբելով է մարդկանց հեռացնում Քրիստոսի բանակից եւ խաբելով է պահում իր մոտ։ Երբ որ մարդիկ հասկանում են, որ դա խաբեություններ արդեն ուշ է լինում։ Ուրեմն ռազմավարական տեսանկյունից նման կարևոր պահին ամուր կանելը, սեփական դիրքերը պահելը հին ժամանակներում ճակատամարտի ամենամեծ առաջադրանքն էր։ Մոտալուտ պայքարում, որը կհետևի այս իրադարձությանը, կողմերից յուրաքանչյուրը հարձակման պատեհ պահ կփնտրի։ Այսինքն հերիք չէ, երբ որ մարդը մկրտվի, նա պիտի իր դիրքը ամուր պահի այս հոգևոր պատերազմում եւ պետք եղած ժամանակ հարձակման անցնի, ինչպես հին մարտերում էր։ Այսինքն ով որ ամուր կանգնում էր, նա էլ բրթելով, կարծես թե առաջ էր գնում կամ սպանելով, այսպես ասենք։ Եվ ուրեմն այդ կանգնելը ոչ թե ուղակի կանգնել էր, այլ կռվելով կանգնել էր։ Սա նկատի չունի ուղակի կանգնել, այլ կանգնած մնալ պատերազմում նշանակում է պայքարել։ Պողոսի կոչն արտացոլում է մարտը, որտեղ զինվորները հավաքվել էին միասին, մոտ տարածությունից բացում հարվածներ հասցնելով միմյանց։ Սա հաստատում է Պողոսի նկարագրությունը, թե ինչպես է եկեղեցին ճակատամարտում իր թշնամիների դեմ։ Ինչպես նաև 13-րդ համարում հաստատուն կանել բայի օգտագործումը, սա հանգստի վիճակ չէ։ Հաստատուն կանել նշանակում է եռանդուն կերպով ներգրավվել մարտի մեջ։ Դու չես դարձի գալիս, մկրտվում, որ պասիվ կանես ու նայես։ Ոչ, դու պետք է ներգրավվես մարտի մեջ։ Կիրառելով բոլոր զենքերը դեմ արդեն մարտերում, ինչն ակնհայտ է Պողոսի նախկին հորդորներից, որ հաստատուն եք մեկ հոգով ու մեկ շնչով պատերազմում եք ավետարանի հավատի համար։ Պողոսը մեր պատերազմը եւ այս կանելու մասին նաև օրինակ բերեմ Մարտին Լյութերին, որը կաթոլիկ վանական էր եւ սովորել էր աստվածաբան էր, եւ երբ որ տեսավ, որ կաթոլիկ եկեղեցու ուսմունքը, Հռոմի պապի ուսմունքը բոլորովին հակառակ է Աստվածաշնչին, ինքը սկսեց դա բարձրաձայնել եւ իհարկե սկսեցին իրեն հալածել, բայց ինքը գրեց գրքեր, որպեսզի մարդկանց աչքերը բացվեն եւ մարդիկ հասկանան, որ եկեղեցին խաբում է իրենց։
Եվ իհարկե դա էժան չնստեց իր վրա, իրեն կանչեցին բարձրագույն ատյան, եւ այնտեղ բոլորը հավաքված նրան ստիպում էին, որ նա ասի, որ փոշմանել է, որ գրել է այդ գրքերը, եւ վիճակը շատ լուրջ էր։ Մարտին Լյութերը խնդրեց եւս մի օր, եւ գիտենք, որ այդ օրվա մեջ ինքը շատ աղոթում էր, այսինքն օգտագործում էր Աստծո տված զենքը, եւ նորից ուսումնասիրում էր Աստվածաշունչը, եւ մյուս օրը ինքը կանեց եւ ասեց իրենց, քանի որ ձեր այդ մեծությունը ինձ պահանջում է պարզորոշ, պարզ եւ ուղիղ պատասխան, ես կտամ այն։ Եթե դուք ինձ Աստվածաշնչի հիման վրա չհամոզեք պարզ ձևով, որ ես սխալ եմ, որովհետև ես չեմ կարող վստահել Հռոմի պապին կամ ձեր ժողովներին, որովհետև պարզ է, դուք շատ եք սխալվել եւ ինքներդ ձեզ հակասել եք, ապա ես չեմ հրաժարվի, քանի որ վտանգավոր է, որ քրիստոնյան հրաժարվում է ճշմարտությունից։ Եվ ասում է, վտանգավոր է, որ քրիստոնյան գնում է իր խղճի դեմ։ Եվ ասում է, սրա վրա կանած եմ եւ այլ կերպ չեմ կարող, թող ինձ Աստված օգնի։ Ամեն։ Եվ սա պիտի լինի ամեն քրիստոնյայի խոսք, ինչպես Մարտին Լյութերը, երբ որ ձեզ ուզում են եւ իմիջիայլոց եկեղեցին լավ հասկաներ, որ իրոք սխալ են, բայց ասեց, եթե մենք դա խոստովանենք, մենք խայտառակ կլինենք։ Եվ ուրեմն խայտառակ լինելու վախից իրենք մնացին սատանայի ստրկության ներքո եւ շարունակում էին սատանայի մարտերը վարել։ Միայն նրա պատճառով, որ խայտառակ չլինեն, որ չասեն, որ այո, մենք դարերով սխալ բաներ ենք սովորացրել մարդկանց։ Այսօր է շարունակում է սա, շատ եկեղեցիներ, որ սխալ բաներ են ներկայացնում մարդկանց, որ համահունչ չէ Աստվածաշնչի հետ, նրանք էլ վախենում են խայտառակ լինելուց եւ բացի այդ վախենում են իրենց մեծ փողերը կորցնելուց, որ խաբեությամբ կորզում են մարդկանցից, հասարակ հավատացյալներից։ Եվ Պողոսը մեր պատերազմը նկարագրում է մի բառով, պալե, որը հունարենում օգտագործվում է ըմբշամարտի մրցույթների համար, քանի որ ըմբշամարտը համարվում էր հիանալի նախապատրաստություն մարտի համար, սա դեմ մարտի պատշաճ նկարագրություն է, որը տեղի ունենում բանակների բախման ժամանակ։ Պողոսը շեշտադրում է հավատացյալների անմիջական պայքարի իրականությունը չարուժերի դեմ, որոշ անվանումներ, որոնք նա տալիս է նրանց, Եփեսացիս 1:25 համարում է ամեն իշխանություն, պետություն, զորություն, տերություն, ամեն անուն, 3:10-ի մեջ իշխանություններ, պետություններ եւ 6:12-ի մեջ ասում է իշխանություններ, պետություններ, այս խավար աշխարհի տիրակալներ, երկնքում գտնվող չար ոգիներ։ Իր ընդհանուր նկարագրություններում Պողոսը հաստատում է, որ բոլոր չար եւ գերբնական ուժերը ենթարկվում են Քրիստոսին։ Այդուհանդերձ ճակատամարտում երբեք չպետք է թերագնահատել հակառակորդի ուժերը։ Պողոսը զգուշացնում է, այդ սատանան այդպես է վարվում, նա իրեն ներկայացնում է կամ չկա, կամ էլ եթե կա, շատ աղավաղված է իրեն ներկայացնում, կարծես թե մի կենդանի է կոտոշներով, պոչով, չգիտեմ, անասունի պես մի բան, որ լուրջ չեն վերաբերվում արդիկ դրան, եւ կամ ներկայացնում իրեն շատ զորեղ, աստուծո զորեղ, որ մարդիկ վախենան եւ տանուր տան, եւ կամ ներկայացնում է, որ ինքը շատ թույլ է եւ պետք չի աչալուրջ լինել, այսինքն տարբեր մեթոդներ ենք օգտագործում, որպեսզի մարդկանց խաբի եւ կործանման տանի։ Դրա համար երբեք պետք չէ թերագնահատել հակառակորդի ուժերը, իսկ որպեսզի չթերագնահատես հակառակորդի ուժերը, պետք է շատ լավ իմանաս հակառակորդիդ։
Այսինքն ինչպես է նա գործում եւ ըստ դրա դու կարող ես դիմագրավել նրա խաբեությունների։ Ուրեմն իր հակառակորդը մարդը չէ, այլ երկնքում գտնվող չար ոգիները, որոնց հրամանատարը նենք սատանան է։ Եվ որքան էլ հարկավոր է զգոն լինել մեր հզոր թշնամիի նկատմամբ, մենք չպետք է վախենանք նրանցից, սա շատ կարևոր է, Աստված մեզ հետ է ճակատամարտում եւ մեզ մատակարարել է ամենալավ զինանոցով իր սեփական սպառազինությամբ։ Նա մեր տրամադրության տակ է դրել իր ճշմարտությունը, արդարությունը, խաղաղությունը, հավատը, փրկությունը եւ Սուրբ Հոգին։ Քանի որ Աստված գնում է մեր առջևից, իսկ մենք ոտքից գլուխ հագած ենք նրա սպառազինությունը, ապա պարտվել պարզապես չենք կարող։ Կպարտվենք այն ժամանակ, երբ որ նրա հետևից չգնանք, երբ որ փախնենք մարտի դաշտից եւ երբ որ այդ սպառազինությունը հանենք մեր վրայից։ Հոգևոր սպառազինությունը։ Եվ վերջում կարդանք Ellen White-ի գրվածքից, որը նագրել է 1878 թվականի մայիսի 8-ին Review and Herald թերթում, նա ասում է. մեր գործը բարդ է եւ որպես Հիսուսի հավատարիմ զինվորներ մենք պետք է արյունոտ դրոշը տանենք թշնամու ամրոցներ։ Մեր պատերազմն արյան եւ արմնի դեմ չէ, այլ իշխանությունների եւ պետությունների դեմ, այս խավար աշխարհի տիրակալների դեմ, երկնքում գտնվող չար ոգիների դեմ։ Եթե համաձայնվենք վայր դնել մեր զենքերը, իջեցնել արյունոտ դրոշը, դառնալ սատանայի գերիներն ու ծառաները գուցե եւ ազատվենք պայքարից եւ տառապանքից, բայց այդպես չէ։ Սակայն այդ խաղաղությունը ձեռք կբերվի միայն Քրիստոսին ու երկինքը կորցնելու գնով։ Մենք չենք կարող ընդունել խաղաղություն նման գնով։ Այսինքն դա նշանակում է, որ մենք այս խղճուկ մի քանի տարվա կյանքը կապրենք եւ հետո կոչանանք եւ կգնանք, բայց մեզ տրված է հավիտյան երջանիկ ապրելու հնարավորություն, մենք ուղղակի բաց կթողնենք այդ հնարավորությունը։ Մենք չենք կարող ընդունել խաղաղություն նման գնով։ Մենք նախընտրում ենք մինչև երկրի պատմության ավարտը ձգվող պատերազմ, քան խաղաղություն, հավատարմության եւ մեղքի գնով։ Գիտեք, կարելի է օրինակ վերել, երբ որ մարդ ուզում է լավ մասնագետ դառնալ, լավ փող աշխատել, նա շատ ծանր սովորում է, անընդհատ սովորում է, շատ հաճույքներից հրաժարվում է, որպեսզի ինքը ավարտի եւ լավ մասնագետ դառնա եւ լավ փող աշխատի։ Իհարկե շատերը կես ճանապարհին կամ հենց սկզբից թողնում են կիսա դուրս են գալի, չեն որովհետեւ չեն դիմանում այդ pressure-ին չեն դիմանում։ Եվ նույնը կատարվում է քրիստոնյաների հետ։ Բայց եթե դիմանաս այդ pressure-ին, արդեն հաղթող դուրս կգաս եւ մեծ ուրախությամբ կկատարես այն առաքելությունը, կլինես այն մարդը, որին ձգտում ես։ Եվ վերջում ասենք, որ նաև նույնը կրկնվում է հայտնություն գրքում, երկու դեպքում էլ Աստծո ժողովուրդը ենթարկվում է թշնամու հարձակմանը, որը գտնվում է երկնքում ու գործուն եւ հզոր է ներկա դարաշրջանում։ Երկու դեպքում էլ Աստծո ժողովուրդը քաջալերվում է ապակա դարաշրջանի հույսով։ Ավելին երկու սցենաներն էլ բացահայտորեն մատնանշում են վերջնական ճակատամարտը, երբ թշնամին վերջնականապես պարտություն կկրի, որից հետո հավիտենապես կհաստատվի նոր դարաշրջան, որտեղ Աստծո ժողովրդի վերջին փառավոր վիճակը եւ թշնամու մշտնջենական կործանումը ակնհայտ կլինեն։ Ուրեմն թող Աստված մեզ օրհնի, որպեսզի մենք հաստատակամ կանած մնանք Աստծո պատերազմական մարտական դաշտում եւ երբեք սպառազինությունը չանենք մեր վրայից, միշտ գնանք Հիսուսի հետևից, երբեք հետ չդառնանք եւ չփախչենք նորից թշնամու ճամբար, որտեղ նա այնտեղ սպասում է մեզ ոչնչացնելու համար, այլ համառորեն պայքարելով եւ օգտագործելով Աստծո տված սպառազինությունը, որը Աստծո խոսքն է, աղոթքն է, հավատքն է եւ ավելի շատ կուսումնասիրենք մյուս դասում հաղթանակած դուրս գանք, ինչպես որ Քրիստոսն է հաղթել։ Թող Աստված մեզ օրհնի այդ գործում մինչև մյուս շաբաթ։